Ապրիլ 24-յան ուղերձում Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական խոսքում նախագահը չի նշել, թե ում կողմից եւ ինչու են սպանվել 1.5 միլիոն հայերը, ընդհանրական գնահատական տալով 1915-ից սկիզբ առած իրադարձություններին, ապստամբություններ, համաճարակներ եւ այլն։ Միաժամանակ Էրդողանը պնդում է, անցյալի ցավալի հիշողությունները չպետք է գերի դարձնեն ներկան եւ ապագան, զգուշացնելով, որ նպատակին չեն հասնի նրանք, ովքեր փորձում են պատմական թշնամանք սերմանել եւ խարխլել խոր արմատներով հզոր կապերը։ Ռեջեփ Էրդողանը չի հստակեցնում, թե ում նկատի ունի։ Այն, որ Թուրքիայի առաջնորդը ուղերձում որևէ բառ չի գրել Երևան-Անկարա կարգավորման մասին, ըստ Ստամբուլում լույս տեսնող հայալեզու Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի, վկայում է, որ գործընթացը տեղից չի շարժվում։ Բարի ցանկությունների, դրական սպասումների խդացած մթնոլորտում առանց գործնականության գործընթաց է նույն գետի վրա։ Շուտով կլրանա 3 տարին, ինչ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հայկական կողմը 1 միլիարդ դրամով անցակետ կառուցեց, սահմանը մնաց փակ։ Պոլսահայ մեկ այլ Ակոստ շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը համոզված է, քանի չեն կարգավորվել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիան որևէ շոշափելի քայլ չի անելու։ Եվ ես շատ մեծ հույսեր չունեմ, մինչև որ արդեն Բաքուն համոզված չլա այդ հարաբերությունները բնականոնացման կորզին։ Այդտեղ ես կտեսնեմ Բաքուի ձանր թերագադարությունը, որ Թուրքիան ցեվով գալանքի դագ է գարձեստե։ Արա Գոչունյանը հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանը մեկնեց Թուրքիա մասնակցելու Էրդողանի երթմնակալությանը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպեցին Նյու Յորքում Թուրքիայի ներկայացուցչությունում։ Արտգործնախարար Միրզոյանն է մասնակցել Անտալիայի դիվանագիտական ֆորումներին։ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներն են հանդիպել սահմանին, բայց միևնույն է, Բաքվի ճնշման տակ սայլը տեղից չի շարժվում։ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ուրեմն բավականին, ասենք, էֆեկտիվ կերպով աշխատում է։ Ադրբեջանի ազդեցության պատճառով հնարավոր չի լինում ուրեմն Թուրքիա-Հայաստան գդրվածքով ինչ որ առաջ խաղացում արձանագրել։ Թեև պաշտոնական հանդիպումներին հաջորդած հաղորդագրություններում Երևանն ու Անկարան շեշտում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, բայց թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար պայմաններ են դնում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց բացի թուրքական կողմը երբեմն նաև Միջանցքի հարցն է բարձրացնում։ Սյունիքով անցնող այդ ճանապարհը Ադրբեջանը Նախիջևանի միջոցով կկապի Թուրքիային։ Ադիգազանգեզուրի Միջանցքի հարց չէ, Հայաստանը շրջապակելու հարց է։ Հետո ինձ համար ադիգա խոսքի արժանի նույն անգամ չէ։ Այսինքն Հայաստանի կբարձրացնեմ, որ ինքնին շրջապակման մեջ պահ է։ Անշուշտ որ Թուրքիան էլ մասնակից այդ ծրագիրին։ Իրենք նույն ախորժակով, նույն աշխուժությամբ այդ պահանջը կներկայացնեն Հայաստանի դիմաց։ Նման պահանջ ներկայացնելը կնշանակի մենք խոսելու գարիք չունենք, մենք հարաբերությունները բարելավելու նպատակ չունենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հետ վերջին հանդիպմանը Թուրքիայի նախագահին նվիրել էր ճանապարհների ապաշրջափակման Երևանի առաջարկը, խաղաղության խաչմերուկ նախագծի գրքույկը։ Այն ենթադրում է երթուղիների օգտագործում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքներով։ Անդրադառնալով երեք Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն, որը վարչապետ Փաշինյանը դատապարտել է, պոլսահայ գործիչները հիշեցնում են, որ իրենք հիմա այդ դրոշի ներքո են ապրում։ Կողմերը իրարու զգայունությունները փորփոքելով այս խնդիրները պիտի չկարողանան հաղթահարել։ Ադիգա մանկական միամիտ շարժում է, ոչ մեկ նշանակություն ունի։ Ինքնակոհացման բարձ միջոց, ամենաըստորին, ամենաբարձ միջոց։ Վերջին տարիներին Ստամբուլում այլևս չեն անցկացվում ապրիլ 24-յան բողոքի ակցիաները։ Հայկական պարբերականների խմբագիրները բացատրում են, իշխանություններն այլևս չեն արտոնում այդ հավաքները, ներքաղաքական բևեռացվածությունը Թուրքիայում խիստ աճել է, ազգայնականությունը թափ է հավաքում։